Մատենադարանի հարակից այս լանջը մոտ ապագայում կվերածվի այգու։ Այգ է բացվում Մատենադարանի այգու տեսլականը ցուցադրությունը ներկայացնում է 3 նախագծային տարբերակ, որոնցից մեկը կընտրվի որպես ապագա այգու մոդել։ Այգու նախագիծը մշակվել է մասնակցային ձևաչափով, աշխատարանի մասնակցել են միջգիտակարգային մասնագետներ, արվեստագետներ, համադրողներ, ճարտարապետներ, քաղաքային պլանավորման մասնագետներ, բուսաբաններ, բնապահպաններ։ Աշխատարանի ընթացքում մասնակիցները ուսումնասիրել են տարածքը, բարձրացել լանջը, հավաքել բուսական եւ նյութական նմուշներ, հասկանալու համար տարածքի ներկա էկոլոգիական եւ կենցաղային պատկերը։ Քննարկվել է, թե դարավանդային դիրքով ինչ բուսատեսակներ կարող են աճել այստեղ եւ ինչպես կարող է բուսական կյանքը կապվել Մատենադարանի ժառանգության հետ։ Սա Մատենադարանի ու Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությունն է։ Ցուցադրությունը նախագծել է ԱՀԱ կոլեկտիվ համադրողական գրասենյակը։ Մատենադարանի այգին իր ներառական մոտեցմամբ, նախագծման ներառական մոտեցմամբ շատ եզակի օրինակ է եւ մեծ հույս ունեմ, որ այլ հանրային տարածքներ, այլ քաղաքային պլանավորման նախագծեր նույնպես ընդգրկեն այս ներառական մոտեցումը։ Յուրաքանչյուր պլանավորման քաղաքային կամ գյուղական միջավայրում նոր նախագծի պլանավորման աշխատանքները առաջի փուլը դա ցուցադրության միջոցով ներկայացնենք հանրությանը, որովհետեւ մտածելակերպ է փոխում, մարդիկ ավելի հարազատ են դարձնում այն միջավայրին, ուր ապրում են։ Ցուցադրության հիմնական հատվածը նվիրված է այգու 3 տեսլականներին, այցելուներին հնարավորություն է տրվում քվեարկել դրանցից մեկի օգտին։ Ներկայացված 3 տեսլականներն են հայկական այգի, քաղաքային խաղողի այգի, խորհրդածության այգի։ Մատենադարանը դա միայն թանգարան չէ, Մատենադարանը գիտական կենտրոն է եւ Մատենադարանի թանգարանը դա ընդհանրապես ցուցադրական առաքելություն իրականացնող մի մասն է։ Եվ մեր խնդիրն է, որ Մատենադարանը լինի ավելի մարդամոտ եւ իր ողջ պատկառանքով հանդերձ ինքը լինի մարդակենտրոն, այսինքն ունենանք համապատասխան միջավայր, ժամանցային, ընտանեկան, մշակութային եւ այգին կլինի այդ միջավայրի լավագույն լուծումը։ Նախատեսվում է, որ այս տարվա ընթացքում կսկսվեն հողային առաջին աշխատանքները։ Նախագիծը կապվում է նաև ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովի COP17-ի հետ։ Հնարավոր է որոշ հատվածներ պատրաստ լինեն հոկտեմբերին, ներկայացնելու աշխատանքի ընթացքն ու մեթոդաբանությունը։ Քվեարկության թերթիկների վերլուծությունը ցույց է տալիս, որ հարակից թաղամասի բնակիչները ակտիվ մասնակցում են գործընթացին եւ սպասում այգու կյանքի կոչմանը։ Ցուցադրությունը կգործի մինչև մարտի 6-ը Մատենադարանի գիտական մասնաշենքի ջամասրահում։